Ողջույն հարազատներս, ինչպես եք։ Ես հիմա շատ լավ տրամադրությամբ վերադարձել եմ այսօր իմ աշխատավայր, ասեմ մի քիչ դժվարություններով ենք երեք եկել ճանապարհը, լրիվ ձյուն էր, թունելն արդեն անցանք, մոտավորապես մի 40 րոպե սպասել ենք, որ ֆուրերը ազատեն ճանապարհը, բայց Աստծուն փառք, հասել ենք տեղ, եկել ենք աշխատանքի, էներգիայով լի։ Այսօր եկա եւ հասկացա, որ իմ վաճառողուհին տեղ է գնալու եւ այսօր պետք է խանութում ես վաճառեմ։ Եվ հիմա ուզում եմ ինչ անել, ուզում եմ անակնկալ ձևով գնալ իմ խոհանոց եւ տենալ թե այս պահին ինչ եմ պատրաստում եւ ցուցադրեմ։ Հիմա գախնի, թաքուն գնամ, թող չիմանան։ Ինձ էլ է հետաքրքիր, թե այս պահին ինչ է պատրաստվում խոհանոցում։ Դուրս եմ եկել դուրս, գնում եմ խոհանոցը մի քիչ հեռու է էլի սրահից, մոտենում եմ այստեղ եւ տեսնեմ ինչ եմ պատրաստում։ Գախնի նկարահանում եմ անում կուխնյայում։ Աշխեն, ինչ ես պատրաստում։ Ժնգյալով հաց, մալադեց։ Տեսեք ինչ լավ ժնգյալով հաց ենք պատրաստում։ Մեջը շատ լավ կանաչիներ են, շատ համով է լինում։ Հեսա պատրաստման ընթացքն եմ նկարում։ Վերջում էլ լրիվ պատրաստի վիճակը ձեզ ցույց կտամ, նայեք տեսեք թե ինչ տեսակի խառը տարբեր տեսակի կանաչիներ են ու ինչքան շատ է մեջը, սպառումն է շատ լավն է։ Տեսեք ինչպես է մեր Աշխենը արագորեն, վարպետորեն կատարում իր աշխատանքը։ Հիմա թեքվեմ տեսնեմ են մի կողքում ինչ են անում։ Այս կողքում էլ պատրաստվում են շերտավոր խմոր, միառժամանակ Դոնալդ են պատրաստում, արդեն 4 հատիկ ունենք պատրաստած, նոր է սկսել պատրաստել եւ միառժամանակ անում է շերտավոր խմոր։ Գույներն արդեն նախորոք դրել է, որպեսզի մի քիչ թուլանա Դոնալդի գույները, տեսեք, պետք է մի քիչ թուլանա, որպեսզի կարողանա թաթախել։ Իսկ ժնգյալով հացը, Աշխեն արդեն պատրաստ է ժնգյալով հացը։ Հեսա մի վայրկյան, տեսեք պրոցեսը, դնելու է թիի վրա եւ տեղափոխելու է թխվելու տեղը։ Արդեն ունես թխված Աշխեն։ Կարանք տեսնենք, որ տեսքը երևա, գեղեցիկ ինչպես ենք ստացել։ Տեսեք, թե ինչ լավ ժնգյալով հացեր են։ Տեսեք, ինչքան լավը, սիրուն։ Համի մասին էլ չկասկածեք, գինն էլ է շատ մաչելի, 500 դրամ։ Եթե այս պահին մեզ դիտում են Ստեփանավանից, ասեն, որ ունենք անվճար առաքում, մեր համարն է, հեռախոսը համարն է 043 38 30 08, ունենք անվճար առաքում։ Այսքանը մեր կուխնյայից, հիմա գնամ, թե տեսնեմ, թե ինչ եմ խանութ սրահում, այնտեղ թողել եմ, որպեսզի Հայկը տիրություն անի, ասել եմ Հայկ ջան, ինչ կա չկա վաճառեմ, ինչև գնամ 5 րոպե կուխնյա ու վերադառնամ։ Կամ տենամ հələ Հայկն ինչ արե, վաճառելա թե չէ։ Հայկ ինչի չես վաճառե, Հայկ, չեմ ասեք գամ տենամ բողելոք նստել է Հայկը, հա։ Ճիշտ է, երեք որ ես գնացել էի գնումներ կատարելու, ամբողջ օրը Հայկն է վաճառել ու ասեմ, որ շատ լավ է վաճառել, այդ թե վաճառողին փոխենք։ Կատարում եմ մաքրության աշխատանքներ, Մարինան տեսեք ինչքան լավ մաքուր է պահում խանութ սրահը։ Եվ քաղաքում ովքեր որ գալիս է մեր մոտ օգտվելու, բոլորն ասում են, որ ձեր մոտ մաքրությունը համար առաջի տեղն է, թե մաքրությունը, թե համայինը, տեսեք, թե ինչ գեղեցիկ դախլներ ունենք, տեսեք, ամեն ինչ լեփ-լեցուն ու հենց նոր բերած թարմ տաք վիճակում։ Ուրախությունս կարճ տևեց, նոր նկարեցի, որ խոհանոցի աշխատանքները նկարեցի, ասի, որ այսօր վաճառողուհի եմ,
Անմիջապես նկարելուց հետո պատվեր ստացանք տրուբչկայի և նապալյոնի, հիմա վերադարձել եմ խոհանոց և ուզում եմ պատրաստել տրուբչկա և նապալյոն։ Տրուբչկան մի գնդից եմ պատրաստելու, մի գնդից դուրս է գալիս 10 հատ տրուբչկա, շերտավոր խմորը մեր նույն սովորական շերտավոր խմորն է, որը մենք միշտ պատրաստում ենք, դուրս է գալիս 10 հատ տրուբչկա, ցույց կտամ, թե ես ինչ ձև եմ ստանում։ Տրուբչկան պետք չի, որ իրան շատ բաներով բաց է, ես ընդհանրապես երկարությունն եմ պահում, որ հասկանում եմ, որ երկարությունը արդեն իսկ լրիվ նորմալ է, որպեսզի լավ փաթաթվի, փաթաթելն է շատ կարևոր է ու կապ ունի, թե ինչ ձևի տեսք է ունենում տրուբչկան, եթե իրան լավ չես փաթաթում, թույլ ես փաթաթում, ապա վրից դուրս է գալիս, ջերմաստիճաններն նշանակություն ունի, ես այս ձեզ կասեմ, թե ինչ ջերմաստիճանի տակ պետք է թխենք, որ փաթաթած դիրքով նույն դիրքի մնա, դուրս չգա։ Ես արդեն այնքան բացել եմ, որ արդեն աշտաչափով սովորել եմ, որ ինչ լայնության ու ինչ երկարության բացեմ, որպեսզի ստանամ 10 հատ տրուբչկա։ Լրիվ հերիքա 10 հատ տրուբչկա ստանալու համար այս չափը։ Կտրելն էլ եմ աշտաչափով անում, չեմ սենց անում, հետո սկսում անել, արդեն իսկ մոտավորապես մի հատը վերցնում եմ չափը ու դա ինձ լրիվ հերիք է։ Ինը 10, հաժանեցի 10 մասի, ես այնքան որ ես մի պահը ուղեմ, ու սկսում եմ փաթաթել, ասեմ, որ ջեր պետք է անպայման նախորոք տաքացնենք, ջեռոցը պետք է նախորոք տաքացնենք, ես թխում եմ ամենաբարձր ջերմաստիճանով, 300 ջերմաստիճանով, ինչու ամենաբարձր, որովհետև տրուբչկան չի սիրում, որ ինքը թույլ ջերմաստիճանով թխվի, եթե թույլ ջերմաստիճանով թխվում է, սկսվում է իր մեջ այդ յուղային, այդ մարգարին մասան, հալվել և խմորը ինքը արդեն իսենց թուլանում դուրս է գալի, պետք է լինի միանգամից տաք ջերմաստիճան, որպեսզի խմորը ֆիքսի հենց այս տրուբչկի ֆորմի վրա։ Սկիզբում ես այսպես մի հատ այս ծայրամասը սենց իրան փակում եմ, հենց կպցնում եմ, որպեսզի չտեղաշարժվի, հետո սենց մի պուճուր արդեն իսկ ձևը բանում եմ, թեքում եմ ու սկսում եմ արագ-արագորեն իրան փաթաթելով գնալ։ Այսպես, սենց պահում եմ և ձեռքի հատվածով սենց իրան պտտելով, որն է որ պոկում է, ոչ մի խնդիր չկա։ Սենց փաթաթելով գալիս եմ, հասնում եմ մինչև այս եզրը բաց եմ թողնում, որպեսզի խմորը չթխվի մտնի տրուբչկի ֆորմայի մեջ, հանելուց արդեն իսկ խնդիր առաջանալու, փշրվելու է, չի լինելու։ Դրա համար ծայրամասը փակում եմ լավ, պինդ վիճակով, սենց սեղմելով, որպեսզի սոճ չտա, ունի էլի այդ ձևի հատկություն ու ձիգ ես փաթաթում, ձիգ իրան, որ խնդիր չառաջանա, այսպես, նայեք, սենց մատերից հարվածներով, սենց պտտելով գալիս եմ ու սենց բերանի հատվածով արդեն իսկ դնում եմ ու տես հանում եմ բոլորը, կթխվի կվերջանա, ցույց կտամ ինչ տեսք է ստանում թխված պատրաստ վիճակում և ես մեջը լցնում եմ սլիվկա, կրեմով չեմ անում, կրեմով չեմ սիրում, սլիվկան հենց ինքը շատ թեթև է և շերտավոր խմորների համար հենց սլիվկան շատ հաջող է ստացվում։ Հասա վերջի արդեն 10-րդին։ Այսպիսի տրուբչկայի ֆորման են ես պատվիրել եմ Վայլբերրիսից, շատ լավ ֆորմաներ են, շատ լավն է չափը, լավ էլ վրեն մնում է խմորը, կան ֆորմաներ, որ իրանք սենց յուղային հատկություն են ու պարունակում ու սենց վրից դուրս է գալի, ինչ ձև էլ ուզում ես անես։ Հենց խմորն է, որ կողքերից ավելացվել է, կտրել եմ, սենց դնում եմ մեջը թոթխվի նապալյոնի համար, որովհետև հեսա նապալյոնել եմ պատրաստելու։ Դնում ենք ջեռոցը, նայում ենք, որ այդ պահին ինքը գլորվելու բան ունի, էլի նայում ենք, որ չի տեղաշարժվել և իրանց կարերը մնացել են տակը, կարը պահի, որ իրան
դուրս չգա վրից։ Մի հատ ստուգում ենք, նոր փակում ենք ու թողնում ենք մի 10 րոպեն լրիվ բավական է։ Տրուբուչկան դրեցի թխվելու, հիմա պատրաստեմ Նապոլեոնը։ Նույն խմորն է, նույն ձևի։ Բացում եմ, բայց Նապոլեոնը տրուբուչկի համեմատ բացելու եմ մի քիչ հաստ, որպեսզի շերտերը լավ բարձրանան, հաստություն ունենան։ Չնայած մեր շերտավոր խմորը այնքան լավն է, որ ինչքան է բարակ բացես, էլի իր տեսքը պահպանում է։ Ես փորձել եմ շատ ժամանակ, բացել եմ մի քիչ բարակ, փորձելու համար, ու հավատացեք, որ չի էլ տարբերվել, ուղղակի թող մի քիչ հաստ լինի։ Սա մոտավորապես ցույց կտամ ինչ հաստության։ Դուք այս շերտավոր խմորով կարաք ոչ թե առանձին Նապոլեոններ, կարաք նաև շերտավոր անեք Նապոլեոնը, մի քանի շերտով։ Բաժանեք մի քանի շերտերի թխեք եւ կրեմով հավաքեք։ Տենց էլ է շատ լավ լինում, տենց էլ եմ պատվեր ստացել ամբողջական Նապոլեոնը։ Դա մի ուրիշ տեսակի համ է ունենում, այս մեկն ուրիշ տեսակի։ Երկուսի սիրահարներն է կան։ Մոտավորապես այս չափը լրիվ նորմալ չափ է Նապոլեոնի համար։ Մենք ունենում ենք երկու չափի Նապոլեոն, որ վաճառում ենք խանութում, ունենում ենք փոքր եւ մեծ։ Փոքրը վաճառում ենք 300 դրամ, մեծը վաճառում ենք 300 դրամ, փոքրը 200 դրամ։ Նայած ով որ ինչ չափի է ուզում, բայց հիմա ես պատրաստելու եմ մեծ Նապոլեոն, որովհետեւ մեծ եմ պատվիրել։ Հիմա ինչ եմ անում, Նապոլեոնին այդ տրուբուչկայի դեպքում ես կողքերը լրիվ ամբողջությամբ չհանեցի, իսկ Նապոլեոնի համար բոլոր կողքերը հանեք, դա նպաստում է շերտերի բոլոր կողմերի բացվելուն։ Անպայման այս կողքերը հանում ենք, այս խմորներն էլ դնում ենք թխվում է երեսը ձևավորման համար։ Կտրում եմ նախորոք։ Ու հեսա արդեն մոտավորապես կբաժանեմ չափերի ու կտրելուց աշխատեք, որ իրան կտրում եք, մի քիչ արագությամբ քաշեք, սենց մտածելով չանեք, դա էլ շերտերը իրար է կպցնում, եթե արդեն չափը որոշեցիք, ընտրեցիք, միանգամից քաշեք, ստեղ մի քիչ հավասարացնենք մեկը մյուսին, լավն է։ Դուրս եկավ 12 հատ Նապոլեոն մի գնդից, դե մեր գնդի քաշը մեծ է, մոտավորապես 550 գրամ է կազմում քաշը, խանութում էլ շերտավոր խմորել ենք վաճառում, գինը 600 դրամ է։ Հիմա շարեմ սինիի մեջ և դնեմ թխվելու։ Կտրեցի, դասավորեցի սինիի մեջ և տեղափոխում եմ թխվելու, եթե սինիի մեջ մի քիչ նեղ է լինում, տեղ չի լինում, տենց կողքի հատվածով ենք դնում, դա խնդիր չի առաջացնելու, որովհետև այս Նապոլեոնը սկսավ ինքը թխվել, ինքը սենց քաշվելու է, փոքրանալու է, նորմալ է լինելու, այնպես որ կարաք սեն շերտերը իրար կպցրած դնեք, հաստատ իրար չի կպնելու։ Դնում եմ տրուբուչկայի հետ միառժամանակ։ Սիրելի հետևորդներ, թխե վերջացրել եմ արդեն տրուբուչկան և Նապոլեոնը, արդեն սառել եմ, պետք է թողնես, որ ինքը սառի, որպեսզի իր տեսքը ֆիքսի, չպիտի տաք վիճակում հանես, թողնում եմ ահագին սառում է, տեսեք ինչ հեշտությամբ է դուրս գալիս ու մեջը ինչ լավ ինքը տարողունակ է, էլի, շատ մեջը կտանի, էլի սլիվկա, այսպես հանում եմ, սիրուն, արդեն իսկ սառել է, հեշտությամբ դուրս է գալի ու ինչու էի ասում, որ պետք է մինչև ծայրերը չհասցնենք, այսենց հեշտ դուրս գալու համար էի ասում, որ ոչ մի խնդիր չառաջանա հանելուց, ոնց անես, շատ սիրուն դուրս գա, էսա արագ մեջից հանեմ որմաները, սա էլ Նապոլեոնն է, սկսեմ պատրաստել կրեմը ասեցի չէ, որ ես սլիվկայով եմ անելու, սլիվկայով եմ խփում կրեմը, հեսա ցույց կտամ, թե ինչ տեսակի կրեմ եմ ստանում, թե Նապոլեոնի համար, թե տրուբուչկայի համար։ Սկսում եմ պատրաստել սլիվկան,
Սլիվկան ես վերցնում եմ Երևանից տորտինի խանութից եմ գնում, անպայման, որովհետև շատ որակյալ սլիվկա է, շատ լավն է, այնքան լավ խտություն ունի, ես ձեզ խորհուրդ կտամ, որ օգտագործեք այս ֆիրմայի սլիվկան, շատ լավն է, թե զարդարավի տորթեր ստանալու համար, տորթերը անմիջապես հարթավում է, անմիջապես, ու շատ լավ է ստացվում, յուղայնությունն է 26%-անով, շատ լավն է։ Հիմա փորձեմ պատրաստեմ սլիվկան, ես էլ ասեմ, որ աշկաչափով եմ անելու, ես արդեն գիտեմ, մոտավորապես ինչքան անեմ, որ սենց ստանամ, ես քանը լրիվ բավականա թե տրուբչկայի, թե նապոլեոնի համար, սկզբից հարելի եմ սլիվկան, հարելի եմ, արդեն կգործեմ ինչ վիճական, նոր ավելացնելու եմ շաքարի փոշի։ Տեսեք, լինի այսպիսի խտությամբ, նոր ես ավելացնում եմ շաքարի փոշի, թույլ ժամանակ չեմ լցնում, թույլ ժամանակ եթե լցնեմ, ինքը շատ ջրիկ կստացվի, պետք է լինի պինդ ժամանակ, շաքարի փոշին եմ, էլի աշկաչափով համը տեսնում եմ և անում եմ ու ավելացնում եմ մի փոքր իմ շատ սիրելի անուշ լինի վանելինը և սկսում եմ հարել, էլի մի 2 րոպե հարում ենք շաքարի փոշիով և պատրաստա։ Այս սլիվկայի առավելությունն էլ է, որ շատ շուտ է լինում, վայրկյանական, շատ շուտ իր տեսքը ստանում է ու համայինն էլ շատ համով համ ունի, շատ համով։ Տեսեք, այսպիսի խտության սլիվկա պետք է ստանանք տրուբչկաների համար, պետք է ինքը լինի պինդ, որ մեջից դուրս չգա, ջրիկ վիճակով սոտա տալու դուրս է գալու։ Հիմա լցնում եմ սենց թվացների համար նախատեսված ցելոֆանի մեջ և դեմը դրել եմ մի այսպիսի նասակտա, որ սիրուն ու զոռով լցնեմ, էլի տեսքը շատ կարևոր է, ինչքան նայում ենք, եթե մի բանը սիրուն է լինում, անկախ քեզանից, եթե դա ուզում ես գնես կամ չէ, միանգամից գնում ես, էլի տեսքը շատ կարևոր է։ Կարող ենք սովորական լցնել, բայց ոչ, թող լինի սիրուն, այսպես, մեջը լցնում ենք, այս պահում եմ պնդության, որ մեջը ամբողջությամբ լցնի, ու ձևավորած անում եմ։ Տեսեք, ինձ սիրուն սենց ուզորով տրուբչկա է ստացվում։ Ես արագ-արագ լցոնեմ և մոտենամ նապոլեոններին։ Սկսում եմ ձևավորել նապոլեոնը, նույն սլիվկայով եմ անում, ես կրեմով չեմ անում, սլիվկայով եմ միշտ անում նապոլեոնը, կրեմը սիրելիներս շատ խանգարում է նապոլեոնին սիրուն տեսք ստանալու, ինչի համար, որովհետև կրեմը ինքը սկսում է փափկացնել շերտերը, երբ որ դու դնում ես անցնում է մի քիչ, մի 5-10 րոպե, նկատում ես, որ նապոլեոնը սենց փոս է անգեմ մի տեսակ, դա կարագի Դա կրեմի հետևանքով է լինում, իսկ սլիվկայի դեպքում ինքը շատ ավելի լավ է, համ էլ ուտելուց սլիվկայով ավելի լավ ես ուտում։ Ես տենց եմ սիրում, իմ ճաշակին ընկեր չկա, դուք կարող եք կրեմով անել, նույնը ինչ որ ես անում եմ, դուք կարող եք կրեմով անել, ես սլիվկա եմ սիրում։ Ամեն նախորոք արդեն իսկ փշուրներ եմ արել, ստացել եմ ու արագությամբ արագորեն սկսում եմ նապոլեոնը հավաքել։ Այսպես կողքերն եմ սկզնականում այսպես կողքերը, հետո այնքան որ իրա վրա պահեց փշուրը։
այսպես ու սենց հերթականության շարունակելով գնում եմ, վերջացնում եմ, արդեն իսկ վրան ավելացնում եմ շաքարի փոշի, միանշան և դնում եմ վաճառակետ վաճառվելու, այսպես, ինքը շատ, տեսեք ինձ ձևով էլ շատ հեշտ աշխատվում է սլիվկայով, ոնց անում ես շատ սիրուն ձևով տարածվում է, էլի, դաժե շերտերը, որ այսպես կշտում ես, չէ, ոչ մի շերտ իրարից չի պոկվում, դա համ խմորն է ինքը լավը, որ շերտերը իրարից չեն առանձնանում, կսելուց ոչ մի խնդիր չի առաջանում, համ էլ սլիվկան է, ինքը շատ լավ է, ես օրինակ շատ սիրում եմ Նապոլեոն, որ ընտրեմ Նապոլեոն թե տրուբչկա, հաստատ Նապոլեոն կընտրեմ, այ այսպես, շարունակելով գնում եմ, ձևավորեցի, վերջացրեցի, Նապոլեոնն էլ վերջացրեցի, տրուբչկան էլ վերջացրեցի, տեսեք ինչ լավ տեսք ունի, թե Նապոլեոնը, թե տրուբչկան, Նապոլեոնը ես անում եմ մի այդ շերտը, որ բացվում է, այդ վրան երկրորդական շերտ չեմ ավելացնում, որովհետև դրա կարիքը չկա, տրուբչկան էլ տեսեք ինչքան լավ, շատ սիրուն տեսք ունի, ինքը բավականին մեծ ու հաջող, զանգեց մեր պատվիրատուն, ով որ պատվիրել է տրուբչկան ու Նապոլեոնը, ասեց, որ մի քիչ ուշ կմոտենա, որ պահենք իրա պատվերը և չվաճառենք, այնպես որ բերել եմ ձեզ ցուցադրեն և տանեմ պահեմ, որպեսզի մեր հաճախորդը գա և չնեղանա, որ իրա պատվերը չեն կատարել, հույսով եմ էլի օգտակար բաներ ասեցի, փորձեք, շերտավոր խմորի բաղադրատոմսը ես ձեզ ներկայացրել եմ, ինչ շերտավոր խմորով փորձեք պատրաստել, թե Նապոլեոն, թե տրուբչկա, թե գաթաներ, ամենի ստացվում է շատ հոյակապ, շերտավոր խմորով նաև բանը փախլավա փորձեք, էլի շատ հաջող է ստացվում սիրելի հետևորդներ, այսքանը իմ այսօրվա խառը խշտիկ, այսպես ասած տեղուց, բայց ստացված վիդեոն եմ ներկայացնում ձեզ, ներկային էլ, որ ներկայացնում եմ, մեծ սիրով եմ ներկայացնում ձեզ, ձեր հետ գոհարն է, որը ձեզ շատ է սիրում, կհանդիպենք վաղը, ցտեսություն։